Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը 17-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 15-ի ցերեկը 17-ի ցերեկը 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին 17-ի գիշերը առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաներում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։ 2025 թվականի նոյեմբեր ամսվա կլիմայական պայմաններն այսպիսին են եղել Հայաստանում։ 2025 թվականի նոյեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4,6 աստիճան ցելսիուս, որը նորմայից բարձր է 3,1 աստիճան ցելսիուսով։ Տեղումների ամսական քանակը 2,7 մմ նորմայից ցածր է, կազմելով նորմայի ընդամենը 7,4%։ Այն երկրորդ տաք և չոր նոյեմբերն էր սկսած 1935 թվականից։ Միջին օրական ջերմաստիճանները զգալիորեն բարձր էին կլիմայական նորմայից նոյեմբերի 7-ից 11 և 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածներում։ Նոյեմբեր ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Կապանում 27,2 աստիճան ցելսիուս։ Նոյեմբերի 23-ի առավելագույն ջերմաստիճանը Դիլիջանում հասավ 25,8 աստիճան ցելսիուսի, իսկ լեռնային շրջաններում մինչև 20 աստիճան ճամբարակում։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն օրական ջերմաստիճանները նոյեմբերի 9-ից 10-ը հասել են 19-ից 22 աստիճանի։ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք նոյեմբերը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 5,2 աստիճան ցելսիուս, իսկ ամենացուրտը 1993 թվականին -3,2 աստիճան ցելսիուս միջին ամսական ջերմաստիճանով։ Նոյեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 30-ին Աշոտսկում -13,3 աստիճան ցելսիուս։ Հանրապետության տարածքում տեղումներ դիտվել են միայն նոյեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Ամենախոնավ նոյեմբերը դիտվել է 1942 թվականին, երբ տեղումների քանակը կազմեցին 102,5 մմ, իսկ ամենաչորը 2010 թվականին, երբ տեղումներ գրեթե չեն դիտվել։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ նոյեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0,7 աստիճան ցելսիուսով 1935-ից 2025 թվականների ընկած ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 53%-ով կամ 19 մմ-ով։ Հյուսիսային և նախալեռնային մարզերում, օրինակ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, հիմնականում թույլ ամպամած եղանակ է լինելու, սակայն դեկտեմբեր ամսին առավոտյան ժամերին կարող են լինել մառախուղ, առանձին տեղերում թույլ ձյուն կամ, ինչպես նշեցինք, կախված օդային զանգվածներից մառախուղոտ։ Քամին կարող է մի փոքր ուժ գնանալ առանձին հատվածներում մինչև 18-ից 22 մետր/վայրկյան, հատկապես լեռնային տարածքներում։ Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնին, Նախալեռներում, այս մարզերում եղանակը նման է մայրաքաղաքին՝ առանց նշանակալի տեղումների։ Հարավային մարզերում, ինչպիսիք են Սյունիքն ու Վայոց ձորը, տեղումների հավանականությունը փոքր է։ Հիմնականում սպասվում է ձմեռային ցուրտ ամպամած եղանակ։ Արագածոտնի հարավային լեռնոտ հատվածներում կարող է նաև քամու ուժգնացում հզոր գոտիներում նկատվել։ Մոտենում է Նոր տարին, գեղեցիկ, բայց նաև վտանգներով լի շրջան, ահա ինչից հատկապես պետք է զգուշանալ, որպեսզի տոներն անցնեն անվտանգ ու խաղաղ։ Խուսափեք անորակ կամ անհայտ ծագման հրավառություններից։ Մի թողեք երեխաներին մենակ, հրավառության հետ օգտագործեք միայն բաց տարածքներում։ Ձեռքի, աչքերի և դեմքի վնասվածքներն ամենատարածվածն են Նոր տարուն։
Պետք է զգուշանալ նաև էլեկտրական զարդարանքներից, ստուգեք լույսերի լարերը վնասված չլինեն, մի թողեք միացված լույսերը գիշերը կամ տանից դուրս գալուց, միացրեք միայն որակյալ երկարացուցիչներով, կարճ միացումն ու հրդեհը նոր տարվա հաճախակի վտանգներից են, իհարկե նաև սննդային վտանգներ կան, մի չափազանցրեք ալկոհոլի օգտագործումը, խուսափեք ժամկետանց կամ սխալ պահպանված ուտեստներից, երեխաների համար քաղցրավենիքների չափը վերահսկեք, սննդային թունավորումները տոներին շատանում են։ Չմոռանաք ճանապարհային անվտանգության մասին, մի նստեք մեքենա ալկոհոլ օգտագործած վարորդի հետ, զգուշացեք սառույցից և մերկասառույցից։ Հիշեք, որ գիշերային ժամերին տեսանելիությունը վատանում է, իսկ տոնական օրերին վթարների թիվը աճում։ Ուշադիր եղեք երեխաների անվտանգության հարցում, մի թողեք փոքրերին մենակ, մոմերի կամ կրակի մոտ, պայթուցիկներն ու լուցկիները պահեք անհասանելի տեղում, զարդերն ամրացրեք այնպես, որ չընկնեն, երեխաներն ամենախոցելի խմբում են։ Ցուրտ եղանակը և առողջությունը հագնվեք տաք, մի անտեսեք մրսածության առաջին ախտանշանները, տաքացուցիչ սարքերն օգտագործեք ըստ կանոնների, ցրտահարություններն ու այրվածքները տարածված են ձմռանը։ Զգուշացեք նաև ֆինանսական առումով, մի ընկեք կեղծ զեղչերի կամ առցանց խաբեությունների մեջ, մի հրապարակեք քարտային տվյալներ, տոնական գնումներն արեք վստահելի վայրերից։ Նոր տարին պետք է լինի ուրախ, ոչ թե վտանգավոր, քիչ զգուշություն, շատ անվտանգություն, դե ինչ, տոները մոտենում են։